Հարբերի տարածքում ենք նայեք ուզված անունը հիմա պետքա մտնենք տեսնենք կարծեմ ասում են որ պայուսակները չի կարելի հետներս տանել գերև այլ էստեղ տոմս ունենք արդեն առած տոմսը պետական government-ի տոմս ենք առել որ ասեմ կծիծաղակերևի $2 ենք առել իրականում տոմսը բավականին թանկ է եթե մենք գայինք նավի տուրով այստեղ հանձնեցինք մեր պայուսակները հեռախոս կարելի էր վերցնել կամերա կարելի էր վերցնել ասեք ծողիկի կարակ վերցնեք ծողիկ բայց ես չվերցրեցի ու մեկ դեպքում չուզեցա պես կանել հիմա գնում ենք տոմս ունենք տոմսը ցույց տեսնենք ինչ կասեն մեր տոմսը ժամը 12-ին է բայց հիմա չգիտեմ կթողնեն ես թե չեն թողնի դե կասեն սպասեք մինչև 12-ը USS Arizona Memorial-ում ենք, որը գտնվում է Pearl Harbor-ում, Հավայան կղզիներ, եւ նվիրված է 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Pearl Harbor-ի վրա հարձակման ժամանակ USS Arizona-ի նավի վրա սպանված նավաստիներին եւ ծովայինների հիշատակի։ Arizona-ի նավը 8 մարտանավերից, ռազմանավերից մեկն էր, որը խորտակվեց Pearl Harbor-ում, երբ նրա վրա հարձակում տեղի ունեցավ, եւ այդ նավի խորտակման տեղը կառուցել են այս մեմորիալը, որ հիմա մենք պատրաստվում ենք գնալ։ Ովքեր ուզում էին ֆիլմ նայել մտնելուց առաջ, կարան ասած ստեղ գաք, ֆիլմը կնայեք, հետո նոր կգնաք, որովհետեւ ժամանակ ունեին երևի, մյուսները ովքեր չեն ուզում, մի անգամ կարող են գնալ նավ։ Այստեղ դրատա մեմորիալ թիեթրը Տոմսերը ստեղ ստուգում են բոլորի տոմսերը, հետո նոր թողնում են, այդ ֆիլմ ենք նայելու, բոլորեն կոմ գնացին, ես ես կոմ։ Pearl Harbor-ի այցելուների կենտրոնում մենք հնարավորություն ունեցանք վերապրել Pearl Harbor-ի հարձակման պահերը։ Մեզ ցուցադրեցին մի հուզիչ ֆիլմ, 23 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում էր հարձակման արխիվային կադրերը։ Այնուհետև ռազմածովային նավատորմի հատուկ նավով մենք պետք է տեղափոխվեինք դեպի Arizona Memorial-ը, այն հուշահամալիրը, որը հենց պատրաստված է այդ խորտակված ռազմանավի վրա։ Հարձակում Pearl Harbor-ի վրա, անակնկալ ռազմական հարձակում ճապոնական կայսրության ռազմածովային նավատորմի ավիացիայի կողմից Pearl Harbor-ի վրա 1941 թվականին դեկտեմբերի 7-ին առավոտյան։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ից հետո, երբ Ճապոնիան հարձակվեց ամերիկյան ռազմաբազաների վրա, արդյունքում Ամերիկան անմիջապես պատերազմ հայտարարեց ճապոնացիներին, ինչպես նաև մտավ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այս հարձակումից հետո խորտակվեց ամերիկյան 4 ռազմանավ և 4 նավեր, չհաշված 3 կրուիզային նավեր և 1 կործանիչ։ Ընդհանուր առմամբ ոչնչացվեց ամերիկյան 188 ինքնաթիռ և ևս 159 լուրջ վնասներ ստացան։ Այս ճակատամարտում զոհվեց 2403 ամերիկացի զինվոր, 23 զույգ եղբայրներ մահացել են այս մարտանավում այդ ժամանակ, իսկ ընդհանուր առմամբ եղել են 37 զույգեր կամ եռյակներ միասին, որոնցից 23-ը մահացել են։ Հետաքրքիր է, որ մինչև 1941 թվականը թույլ էր տրվում, որ զույգ եղբայրները, եռյակները ծառայեն նույն նավի վրա Ամերիկայում։ Pearl Harbor-ի վրա հարձակումից հետո ամերիկացի պաշտոնյաները պահանջել են, որ նույն ընտանիքի անդամները չծառայեն նույն նավի վրա։ In time, she too sank upright. An armor-piercing bomb went through her deck and ignited the forward ammunition magazine. Thousands of tons of ammunition exploded. Այստեղ մտնում ես, տոմսերը ստուգում ենք, ովքեր թիեթրն է, մենք մտանք այդ թիեթրը։ Հիմա պետք է մտնենք այդ նավը։ Throughout the day in theater number 2. Theater 1, where you're going to take a seat here in a moment,
Either one is where we have a ranger briefing beforehand. We'll give you a 5 to 7 minute talk to prepare you for the memorial. And then after that, the Navy will take you out there to the Arizona. So go ahead and take a seat for us. We'll be in there shortly. Water is the only thing you can bring with you into the briefing room. If you have any other snacks or soft drinks, you can't finish them up. You're welcome to leave whatever you like over in the desk here to your left before you go into the briefing room. Again, water only. If you can relax for the next few minutes more while everyone's sitting in here. But this is also an important space that we use throughout the day, because this is ideally where we should try to change gears somewhat before we go out to the memorial. Ֆիլմը նայելուց հետո հատուկ նավով մենք հիմա գնում ենք դեպի Արիզոնա ռազմանավի խորտակման տեղը, որի վրա եւ կառուցվել է հուշահամալիր։ Հուշահամալիրը կառուցել է ավստրիացի ճարտարապետ Ալֆրեդ Պրեյսը, որը նացիստներից փախել է Հավայան կղզիներ 1939 թվականին։ Ճարտարապետը, որ կառուցել է հուշահամալիրը, ասում է, որ այն արտացոլում է այն, ինչ իր կարծիքով պաշտպանում է Ամերիկան՝ խաղաղություն, բարգավաճում եւ ազատություն։ Գլխավոր սրահի պատերի եւ առաստաղի 7 պատուհանները հիշեցնում են հարձակման ամսաթվերը։ Խորտակված նավի որոշ բեկորներ բարձրանում են ջրի վրա եւ վերևից կարելի է դիտել այն։ Please silence your phones out of respect for the USS Arizona Memorial. Thank you. Արդեն ասեցի, որ գլխավոր սրահի պատերի եւ առաստաղի 7 պատուհանները հիշեցնում են հարձակման ամսաթիվը՝ դեկտեմբերի 7-ը, եւ խորտակված նավի որոշ բեկորներ ջրի երեսից երևում են։ Գլխավոր սրահի մեջտեղում հատակին անցք է բացված, որից երևում է նաեւ նավը։ Մեջը մտանք, ասեց մեջում կարաք դուք ֆոտոները հանեք, նկարներ հանեք։ Այդտեղ նկարի, այդտեղ շատ հետաքրքիր է։ Այդտեղ մինչև հիմա այդ նավթի կաթիլները ասում են նկատվում է։ Որ խորտակված նավի կաթիլները, այդտեղ այս հին ձևով են պահել այս մասը։ Նավը խորտակվել է իր հետ տանելով շատ մարդկանց և հարյուրավոր նավաստիների թաղման վայր է նաև այս տեղը։ Հարևան սենյակում կարելի է տեսնել հուշապատ, որի վրա փորագրված է 1941 թվականի դեկտեմբերի 7-ին մահացած 1177 մարդկանց անունները։ Երբեմն ծովի վրա կարելի է տեսնել նավթի բծեր և վառելիքի հոտ է գալիս, ասում են, որ այն ժամանակվանից դեռևս նավթի արտահոսքը դեռևս կա եւ այդ նավթի բծերը կարելի է վերևից տեսնել, այդ նավթի բծերը կոչվում են Արիզոնայի արցունքներ կամ սև արցունքներ։ Այն հետաքրքիր, որ տեսեք
հին նավի տեղն ենք եկել, որը կործանել են այդ ճապոնական ռմբարկո ինքնաթիռները։ Այս մասը պահել են նենց, ոնց որ կա։ Այս մասը տեսեք։ Այդ կաթիլների մասին ես մի բան էի կարդացել, հետո կգտնեմ, կդնեմ վիդեոյում։ On the main deck of Battleship Missouri, and signed the instrument of surrender, ending hostilities in World War II. So very happy connections between these two ships. Now, ladies and gentlemen, on the morning of December 7th, 1941, the Arizona was struck between 8:06 and 8:10 that morning. A horizontal dive bomber from about 10,000 feet dropped a 1,767-pound armor-piercing delayed action bomb that hit the main deck of the Arizona on the starboard side of the ship between gun turrets number 1 and number 2. The bomb penetrated through 6 steel decks, lodged in the Arizona's forward magazine, creating a tremendous explosion and fire that you may have seen in our documentary film. If you haven't seen the film, I highly recommend the Arizona. The Arizona sank in a period of 8.5 minutes, taking with her 1,177 lives, both Navy and Marine Corps personnel, giving the Arizona the distinctions of having the largest loss of life of all the ships here in the harbor. It counts nearly over the Arizona. Զոհվածների անուններն է գրված մեկ առ մեկ։ Դուք տեսնում եք անուններ կան, որ կրկնվում են, բնաբար հարազատներ են կամ եղբայրներ են, որովհետև այս ժամանակ նաև շատ զույգ եղբայրներ են մահացել։ Եմ կարող եմ հայկական անուն գտնեմ, հասկանում։ Եթե չեմ տեսնում, Յանով վերջացող լինի։ Նայեցինք հիմա պետք է գնանք արդեն։ Hey Chris, you want me to drive the same thing or are you going to walk to it? Are you going to walk to it? Մարդը վիտարան է երևի։ Այս կողմն սենց թողել են, տեսեք պեկորները նավի։ Ստումա հետո ուրիշ տեղն են գնալու։
chair benches in the center. At all times, I need everyone to remain seated while this boat is in motion. Once everyone finds a seat, we will be getting underway. Thank you. Վերջացրինք այս տուրը, հիմա մի քիչ շրջակայքը մանգանք, տեսնենք ինչ կա, ինչ չկա։ Դեռ գնանք, դեռից նավանակարենք մոտիկից, որովհետև ժամանակ ունենք, չարժի մի քանից գնալ նավ։